Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ, եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մենք մասնագետների հետ քննարկում ենք ամենատարբեր խնդիրներ եւ հիվանդություններ։ Առաջարկում ենք դրանց բուժական եւ վիրահատական նորագույն մեթոդները, որոնք կիրառելի են ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում մենք այսօր զրուցում ենք մի շատ կարևոր խնդրի մասին, որը հատկապես վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել ու հատկապես ակտուալ է երիտասարդների մոտ։ Դրանք ողնաշարային հատվածի ցավերն են։ Եվ այդ թեմայի վերաբերյալ մենք զրուցելու ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անոթային եւ էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Վահագ Ալեքսանյանի հետ։ Բարև ձեզ բժիշկ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ողնաշարային ցավերը ինչ են, ինչի հետևանք են, ինչպես են հայտնաբերվում, ինչպես են կանխարգելվում եւ բուժվում։ Ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում որոշակի հատվածում ունենում է ողնաշարի ցավեր, դա կարող է լինել ողնաշարի տարբեր հատվածներում եւ տարբեր տարիներում, երիտասարդների մոտ միջին տարիքի եւ նույնիսկ բավական հասուն տարիքում կարող են դրսևորվել։ Ցավի հիմնական առաջացման պատճառը պայմանավորված է ապրելակերպով, որը նպաստում է այդ ցավերի առաջացման։ Ապրելակերպի խնդիրները հիմնականում նստակյաց ապրելակերպն է առաջինը, որի մեջ բացակայում է ֆիզիկական ակտիվությունը ֆիզկուլտուրայի տեսքով եւ դրան հակառակ նաեւ ծանրաբեռնվածությունը, որը համապատասխան չէ ողնաշարի պատրաստվածության մակարդակին, Առաջի դեպքը, որը պայմանավորված է պասիվ ապրելակերպով, հատկապես երիտասարդների մոտ այժմ շատ հաճախ է հանդիպում նստակյաց կյանքին անցնելով պայմանավորված։ Դա կարող է լինել աշխատանք, որը պայմանավորվում է օրվա մեծ մասը նստակյաց վիճակ, դա կարող է լինել ընդհանրապես աշխատանքի հետ չկապված, բայց պասիվ վիճակ առանց շարժումների ողնաշարում։ Դրա նպաստում է նաև ողնաշարի ոչ ճիշտ կեցվածքը, այսինքն երբ որ նստում են նաև ոչ ճիշտ դիրքով, ոչ ճիշտ կեցվածքով, որը բերում է ողնաշարի որոշակի հատվածներում ոչ ճիշտ ծանրաբեռնվածության եւ երկարատև ծանրաբեռնվածությունը, պասիվ շարժումները բերում են ողնաշարում սնուցման եւ վերականգնման խնդիրների ձևավորման, վատանում է սնուցումը դիսկերում, ողնաշարում, հոդերում, եւ դա նպաստում է նրան, որ սկսում են ցավեր։ Սկզբնական շրջանում ցավերը կարող են լինել մկանային բնույթի, հետո հոդային բնույթի, հետո կարող է դրան միանալ նաև խնդիր, որը կոչվում է ողնաշարի ճողվածք։ Ճողվածքները կարող են առաջանալ ինչպես պարանոցային, կրծքային, այնպես էլ գոտկային հատվածներում։ Մյուս խնդիրը դա ոչ համապատասխան ծանրաբեռնվածությունն է ողնաշարի, երբ որ ողնաշարը նախապատրաստված չէ այդ ծանր գործը կամ ծանրությունը բեռը բարձրացնելուն, բայց եւ շատ կարեւոր է նաեւ հենց բարձրացնելուց անմիջապես առաջ ողնաշարին նախապատրաստելը դրան եւ կտրուկ ոչ համապատասխան շարժումով այդ գործողությունը իրականացնելը բերում է ցավերի առաջացման, կարող է լինել մկանային ձգվածության տեսքով, կարող է լինել եւ միանգամից կտրուկ ճողվածքի առաջացման եղանակով, Խնդիրը կարող է նաև առաջանալ կտրուկ անհամապատասխան շարժման հետ պայմանավորված, այսինքն մարդը նստած դիրքում կտրուկ պտտվում է ինչ-որ մի բան վերցնելու կամ պտտվում է թեկուզ ասենք մեքենայից իջնելուց եւ այլն կտրուկ շարժումով, որը նույնպես կարող է նպաստել խնդրի առաջացմանը։ Ցավեր չունենալու եւ խնդրից խուսափելու հիմնական միջոցը դա շարժումների բավարար ծավալ ապահովելն է օրվա ընթացքում հենց ողնաշարում։ Կատարել նաև ֆիզկուլտուրա, նպաստել վարժություններով եւ ֆիզկուլտուրայով մկանների ամրապնդմանը, հոդերի եւ դիսկերի, ճիշտ աշխատանքին եւ սնուցմանը։ Այդ սնուցումը իրականացվում է հիմնականում շարժման ժամանակ։ Չկա շարժում, կա վնասում։ Օրական ինչքան պետք է հատկացնել ժամանակի առումով, ինչքան պետք է հատկացնել ֆիզկուլտուրային առողջ ողնաշար ունենալու համար։ Ֆիզկուլտուրան ինքը նպաստում է մկանային ուժի ավելացմանը, սնուցման լավացմանը, դա կարող է լինել առավոտյան քնից հետո եւ երեկոյան քնելուց 1-2 ժամ առաջ, բայց եթե օրվա ընթացքում մենք անընդհատ նույն դիրքում ենք, ֆիզկուլտուրան այդ դեպքում չի կարող օգնել, որովհետեւ ինչքան էլ զարգացած լինի մկանային համակարգը, ինչքան էլ մենք շարժումներ անենք այդ առավոտյան եւ երեկոյան հատվածներում, եթե երկար նույն դիրքով մնում ենք, դա միևնույնն է բերում է վնասման։ Այսինքն երկար նույն դիրքով նստած վիճակում նամանավանդ մնալ
չի կարելի։ Պետք է լինի շարժում, նստեցինք որոշ ժամանակ, վեր գնալ, մի հատ քայլել, ինչ որ շարժում անել ողնաշարում, նորից գալ, նստել, շարունակել աշխատանքը։ Պետք է ընդհատումներ լինի, որպեսզի եւ մկանային համակարգը հանգստանա եւ շարժում լինի ողնաշարում, որպեսզի դա նպաստի ողնաշարի նորմալ վիճակին, նորմալ աշխատանքին։ Իհարկե ճիշտ կեցվածքով նստելու դեպքում, հա։ Ճիշտ կեցվածքով։ Ճիշտ կեցվածքը մեջքը հետ, ուսերը հետ, նորմալ ուղիղ դիրքում, մեջքով որոշակի հենված աթոռի կամ բազկաթոռի հենակին, հա, երբ որ մենք կոնքով առաջ ենք նստում եւ կորացնում ենք մեջքը, դա նպաստում է նրան, որ ողնաշարը ճիշտ չի աշխատում, ճիշտ չի ծանրաբեռնում եւ բերում է խնդիրների առաջացմանը։ Հատկապես այժմ, երբ որ երիտասարդները շատ հաճախ օգտագործում են պլանշետներ կամ հեռախոսներ կամ նոթբուքեր, որոնք դրված ծնկներին կամ թեքված մարմնով առաջ էս դիրքում արդեն դա նպաստում է բոլոր մակարդակներում ողնաշարի սնուցման եւ վերականգնման այդ խանգարումներին, որը բերում է ճողվածքների առաջացման, հատկապես պարանոցային հատվածում եւ գոտկային հատվածում, ինչպես նաեւ կրծքային հատվածում մշտական մկանային ցավերի պայմանավորված դիրքով, հենց առաջ թեքված, կորացած դիրքով մկաները ծանրաբեռնված մշտական աշխատանքի մեջ են գտնվում եւ բերում են նրան, որ առաջանում քրոնիկ ցավեր։ Քրոնիկ ցավերից խուսափելու միակ միջոցը ճիշտ դիրքով լինելն է, երկար ժամանակ նույն դիրքով չմնալը եւ իհարկե վարժություններ համապատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, օրգանիզմին պատրաստել նաեւ ծանրաբեռնվածությանը եւ իհարկե այդ վարժությունները կարող են լինել սեփական մարմնի քաշով, պարտադիր չի բարձրացնել ինչ որ ծանրոցներ ջիմերում կամ ինչ որ ֆիթնես հակումներում, հա, սեփական մարմնի քաշով կատարված վարժությունները ամենանպաստավորն են ողնաշարի համար։ Այդ մկանային զանգված զարգացնել նույնպես կարելի է սեփական մարմնի քաշով։ Իսկ մարդիկ ովքեր ասում են ես շատ երկար եմ քայլում, քայլքը ինչ որ բան փոխում է այս process-ում, թե քայլքը ողնաշարի դեպքում ինքը որպես այդպեսին ինչ որ նպաստող կամ վնասող խնդիր չի, քայլքը ընդհանուր օրգանիզմի համար է աշխատում, իսկ ողնաշարի համար պետք է լինի շարժում հենց ողնաշարում, վարժություններ ուղղված հենց ողնաշարի համար, հա։ Երկար ժամանակ քայլքը դա նույնն է, ինչ որ երկար ժամանակ նստելը ողնաշարի համար, այսինքն երկար ինքը նույն վիճակում է նույն քայլքի ժամանակ կարող է շարժումներ անել, թեթև շարժումներ, որոնք կբերեն ողնաշարում էլի վարժության տեսքով շարժումների, հա։ Ներողություն եմ խնդրում։ Հիմա տեսեք, ես սխալ կեցվածքով էի փաստորեն նստած։ Եթե փորձում ես ուղղվել ու զգում ես ողնաշարում ձգվածություն, սա արդեն խնդրի մասին է հուշում։ Դա խոսում է նրա մասին, որ մինչ այդ արդեն իսկ մկանները ծանրաբեռնել եք դուք եւ իրանք ձգված վիճակում էին շատ ավելի։ Իսկ եթե ի սկզբանե ասենք քնից արթնանալուց հետո դուք կատարեք վարժություններ, որոնք իրենցով նպաստում են կեցվածքի ճիշտ պահելուն, դուք չեք կենտրոնանա կեցվածքը ճիշտ պահելու վրա, այլ ինքը իրենով մկանները եւ ողնաշարը ձեզ կպահեին ճիշտ դիրքում։ Ճիշտ աշխատող մկանը ողնաշարը պահում է ճիշտ դիրքում։ Եվ դա պետք է լինի փոքրուց, որտեվ ճիշտ ողնաշարի աշխատանքը նաեւ սկսում է դպրոցական սեղանից, դեռ մանկապարտեզից, երբ որ ճիշտ սեղանի շուրջ են նստում, ճիշտ դիրքով են նստում եւ ճիշտ են պահում ողնաշարը։ Այդ դեպքում չենք ունենա բազմաթիվ խնդիրներ, որոնք պայմանավորված են ողնաշարի թեքվածությամբ, ծրվածությամբ եւ այլն։ Ես շատ նորաձև է դարձել, օրինակ դպրոցականների մասին խոսեցիք, ներողություն եմ խնդրում մտածման համար, շատ նորաձև է դարձել օրթոպեդիկ պայուսակները, հաշվի առնելով, որ բավական ծանր գրքային բեռնվածությամբ պայուսակներ են երեխաները դպրոց տանում, դա իսկապես որևէ բան փոխում է օրգանիզմի, հատկապես ողնաշարի վրա, թե ճիշտ պայուսակը իհարկե նպաստում է, պայուսակը պետք է լինի շատ կարևոր է որ երկու ուսից գցած, ոչ թե մեկ ուսի վրա, եւ իհարկե այստեղ եթե ունենք փոքր դպրոցական երեխա եւ ունենք պայուսակ, որի մեջ լցված են այնպիսի ծանրության գրքեր կամ պիտույքներ, որոնք տանելի չեն երեխայի ողնաշարի համար, արդեն կապ չունի ինչ տեսակի պայուսակ է դա օրթոպեդիկ է, ոչ օրթոպեդիկ է, հա, մյուսին է գցած թե երկուսին, ինքը մեկը բերելու է ողնաշարի խնդիրների առաջացման, այսինքն ծանրաբեռնվածությունն էլ պետք է լինի համապատասխան։ Խնդիրներից այստեղ ամենակարևորը նաև ճողվածքներն են, որոնք առաջանում են որպես հետևանք այս ամենի, դրանք կարող են լինել եւ պարանոցում, եւ կրծքային հատվածում, եւ գոտկային հատվածում։ Իսկ պրակտիկայում առավել հաճախ որն է հանդիպում։
Պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում է գոտկային հատվածը, որովհետև դա ամենաշատ ծանրաբեռնվածն է լինում, իսկ այժմ դեպի տենդենց կա ուղղություն կա դեպի պարանոցային ճողվածքների առաջացմանը, քանի որ պայմանավորված նշեցի պլանշետների եւ սմարթֆոնների հետ պայմանավորված դիրքի կորացած դիրքում պահել եւ դրանցով երկար ժամանակ նույն դիրքով մնալը շատ հաճախ օգտվողը չէլ նկատում ժամանակը ինչքան անցավ եւ ինչքան ժամանակ ինքը նույն դիրքով մնաց, իսկ օրգանիզմի համար դա արդեն իսկ կարեւոր է դառնում։ Ճողվածքները հիմնականում դրսևորվում են ոչ միայն այդ հատվածներում ցավերով, իրանք նաև դրսևորվում են արդեն ճառագայթող ցավերով պարանոցի դեպքում դեպի մեջք, թիակ, դեպի ձեռքեր, մատեր, իսկ ոտքային հատվածում դեպի ոտքեր, շատ ասված այդ նստանյարդի բորբոքվում արտահայտության մեծ տոկոսը, եթե ոչ 90% եւ ավելը պայմանավորված է հենց ողնաշարի ճողվածքով, գոտկային հատվածի ճողվածքով, որը բերում է նյարդի կոմպրեսիայի սեղմվածության, որն էլ հենց դրսևորվում է ցավերով, ձգող ցավերով, ոտքում թմրացիան զգացումով եւ ճառագայթող կրակող ցավերով, որոնք կարող են հիվանդին ստիպել նույն դիրքով մնալ, հարկադրական դիրքով մնալ, նույնիսկ քայլելը եւ կանգնելը կամ նստելը դարձնել անհնարին։ Այդ դեպքում արդեն իրականացվում է սկզբնական շրջանում դեղորայքային բուժում, ֆիզիոթերապիա, ֆիզկուլտուրա բուժական եւ այլն, իսկ որոշ դեպքերում, երբ որ խնդիրը շատ ավելի արտահայտված է լինում, անմիջապես կամ որոշ ժամանակ հետո, երբ որ խնդիրը ժամանակ առ ժամանակ կրկնվում եւ նեղացնում է բուժառուին, իրականացնում է վիրահատական միջամտություն։ Այսինքն ի սկզբանե միանշանակ իրալուծումը միշտ չէ որ վիրահատականն է, այո։ Միանշանակ։ Դա կախված է ճողվածքի տեղակայումից, չափից, ձևից եւ իհարկե դեղորայքային բուժմանը նրա արձագանքից։ Կարող է լինել շատ փոքրիկ չափսի, բայց շատ ավելի մեծ վնաս հասցնել օրգանիզմին, քան հսկայական ճողվածքը։ Լինում են մեծ ճողվածքներ, որոնք տեղակայումով այնպիսին են, որ միայն առաջացնում են գոտկային ցավեր, որոշ բուժառուների մոտ այդ գոտկային ցավերը իրենք դեղորայքային բուժմամբ անցնում են եւ հետագայում ֆիզկուլտուրայով կարողանում են զսպել այդ խնդիրը։ Լինում է, որ գոտկային ցավեր են լինում, որոնք էլի չեն ենթարկվում դեղորայքային բուժման եւ կարիք է լինում վիրահատության, եւ լինում են ճողվածքներ, որոնք փոքր են չափով, բայց տեղակայում են այնպիսին է, որ նյարդի վրա մեծ կոմպրեսիա են առաջացնում եւ ցավային համախտանիշը դառնում է անտանելի, նույնիսկ այն պայմաններում, երբ որ ինքը փոքր է չափերով եւ դեղորայքային բուժումը, ֆիզիոթերապիան, ֆիզկուլտուրան եւ այլն իրանք չեն կարողանում արդեն անցկացնել այս գանգատները եւ այդ դեպքում նույնպես որպես բուժական միջոց արդեն առաջարկում է վիրահատությունը։ Բժիշկ, մի շատ կարևոր խնդրի մասին եմ ուզում խոսել, այս ճողվածքների հետ կապված որպես ալտերնատիվ մեթոդներ հիմա շատ մարդկանց կողմից առաջարկվում են տարբեր լուծումներ, դրանք նյարդի բլոկադան է, այսպես ասած, մերսումներն են, իսկապես դրանք օգտակար են, իսկապես դա ինչ որ մի փուլում կարող է ցավից զրկել մարդուն, նորմալ կենսակերպի վերադարձնել, թե հակառակը դա կարող է ավելի լուրջ հետևանքների բերել։ Բուժական ֆիզկուլտուրան կամ երբեմն նաև դրան միացող ճիշտ բժշկական մերսումը իրանք կարող են նպաստել գանգատների անցնելուն կամ մասամբ հետզարգացմանը, եթե դրանք հիմնականում պայմանավորված են մկանացավերով կամ փոքր ճողվածքով կամ հոդացավերով, դրանք նպաստում են նրան, որ այդ գանգատները անցնում են, հա։ Իսկ եթե ճողվածքը տեղակայումով այնպիսին է, որ շարունակական կոմպրեսիայի ենթարկում նյարդին, բուժական միջամտությունները իրանք ձեր թվարկած չեն կարողանում օգնել բավարար չափով, որպեսզի հիվանդը վերադառնա իր առօրյա կյանքին, հա։ Դրանք բոլորը կյանքի որակին ազդող խնդիրներ են, ճողվածքի ինքներնով կյանքի խնդիր չի առաջացնում, այլ որակն է փոխում եւ եթե մենք ցավը թեթևացնում ենք, բայց ցավը մեկը շարունակում է մնալ եւ մնալ այն աստիճանի, որ անընդհատ նպաստում է հիվանդի կենտրոնանալուն այդ ցավի վրա եւ առօրյան իր խաթարում է, այդ դեպքում վիրահատականը դառնում է միջոց, որովհետեւ բազմաթիվ հիվանդներ հենց վիրահատության հաջորդ օր իրենք գանգատներ չունեն, քայլում են եւ կարողանում են լքել հիվանդանոց, այսինքն դուրս գրվել, գնալ շարունակել իրենց բուժումը արդեն բուժական ֆիզկուլտուրայով, իհարկե հետևելով արդեն կեցվածքին, շարժումներին եւ այլն։ Ճողվածքների որոշ դեպքերում հնարավոր է բլոկադա իրականացնելով նաեւ մեղմացնել ցավերը կամ անցկացնել։ Բլոկադա ասվածը վերաբերվում է հենց նյարդ արմատիկային բլոկադային,
որը իրականացվում է ռենտգեն հսկողության պայմաններում, երբ որ դեղորայքը անմիջապես ներարկվում է նյարդի շուրջ եւ նպաստում է դրանով նյարդում բորբոքային process-ների հետ զարգացմանը, հետեւաբար ցավի անցնելուն։ Այն ներարկումները, որոնք իրականացվում են զուտ մկանի մեջ, դրանք համարվում են ներարկումներ, զուտ մկանային ներարկումներ եւ այստեղ դեղորայքը ազդում է ընդհանուր համակարգային բնույթով, հա, որպես այդպեսին։ Դա կարող է նպաստել ցավի վերջնական անցնելուն, կախված է նրանից, թե ելի եմ կրկնում ճովացքը ինչ չափի է եւ ինչ տեղակայման է։ Կարող է ընդհանրապես օգուտ չունենալ, այսինքն կարող ենք ներարկումը անել, բայց հիվանդի մոտ գանգատը ընդհանրապես չանցնի, որովհետեւ դեղորայքը ինքը կարա օգուտ չտա, իսկ այդ դեպքում հենց դառնում է այդ խնդիրը վիրահատական։ Տնային պայմաններում ճովացքների բուժում իրականացնելը միշտ եղել է, կա, իհարկե մենք դեմ ենք այդ հանգամանքին, որովհետեւ պետքա լինի բժշկական մոտեցում, պետքա լինի ապացուցողական բժշկության մակարդակով մոտեցում, որ չբերի ոչ միայն չբուժվելուն, այլ չբերի նոր խնդիրների առաջացման հիվանդի մոտ, այդ թվում նաև վնասների, որոնք կարող են արդեն բժշկությամբ, արդի բժշկությամբ նույնիսկ չկարողանանք լուծել։ Անդառնալի վնասներ կրի հիվանդը։ Այդ պատճառով խորհուրդ կտամ բուժումը իրականացնել մասնագիտացված բժշկական կենտրոններում։ Կոնկրետ մեր մոտ ճովացների վիրահատությունը իրականացվում է միկրոսկոպիկ եղանակով, այսինքն մենք հստակ տեսնում ենք միկրոսկոպի տակ նյարդը, ճովացքը եւ իր հեռացումը եւ նյարդի դեկոմպրեսիան լինում է ավելի adekvat եւ իհարկե այն վախը, որ ցանկացած հիվանդ ունենում է, որ վիրահատությունից հետո ինքը չի կարող շարժել կամ ձեռքը կամ հարցերը հիմնականում լինում են այսպեսին, բա նյարդին դուք կպնելու եք թե չէ, հա, իհարկե ճովացքը ինքներենով գանգատ առաջացնում է ժամանակ, երբ որ ինքը սեղում է նյարդին եւ վիրահատության ժամանակ իհարկե մենք նյարդին կպնում ենք, բայց նյարդը թույլ է տալիս մեզ իրան կպնել, այսինքն մենք չենք վնասում նյարդին, մենք զուտ հեռացնում ենք ճովացքը, ազատելով նյարդին սեղմումից, եւ որից հենց դա նպաստում է նրան, որ անմիջապես վիրահատությունից հետո հիվանդը արդեն այդ ճարագայթող ճովացքի հետ պայմանավորված ցավերը չի ունենում։ Թմրատությունը կարող է անմիջապես անցնել, կարող է որոշ ժամանակ անց անցնել, այլ խնդիրը այն է, երբ որ հիվանդը երկար սպասում է, որ ցավը կանցնի, թմրատությունը կանցնի եւ հասնում է այն խնդրին, որ մկանային թուլություն է արդեն առաջանում եւ որ արդեն կամ ձեռքը լավ չի կարողանում շարժել, կամ ոտքը լավ չի կարողանում շարժել, կամ առաջանում արդեն մկանային ատրոֆիա, մկանային հյուսվածքի բարակում, դա արդեն հետ վիրահատական կարող է պահպանվել, կարող է չանցնել, իհարկե դրան օգնություն է հասնում ֆիզիոթերապիան, բուժական ֆիզկուլտուրան, բայց դա չի նշանակում, որ ինքը ամբողջությամբ կարող է ամեն ինչը հետ բերել։ Այդ պատճառով խորհուրդ եւ հորդոր, երբ որ կա գանգատ, անմիջապես դիմել բժշկի, հասկանալ դրա վտանգները, որպեսզի հնարավորինս կանխարգելվի կամ բուժվի, չհասնի այնպիսի մակարդակի, որ արդեն բուժումը որպես այդպեսին կարա այդքան օգտակար չլինի եւ հետևանքները շարունակեն մնալ նույնիսկ բուժումից հետո։ Իհարկե բուժումը չի ենթադրում, որ դուք երբ որ ազատվեցիք ցավից, դուք բուժեցիք արդեն իսկ ձեր ողնաշարը, չէ։ Վիրահատությունից անմիջապես հաջորդ օրը մեր հիվանդները քայլում են եւ դուրս են գրվում հիվանդանոցից, բայց դա դեռ բուժման սկիզբն է։ Մենք բուժեցինք ճողվածքը, չբուժեցինք ողնաշարը։ Ողնաշարի բուժումը իրականացվում է հենց հիվանդի կողմից։ Դա արդեն մինչ այդ ասվածն է, ֆիզկուլտուրա, ծանրաբեռնվածության ճիշտ բալանսավորում եւ իհարկե շարժումներ ողնաշարում։ Այդ ամենը կբերի, որպեսզի նոր ճովացներ չունենանք, որովհետև ճովացքը ինքը կարող է կրկնվել, հավանականություն կա կրկնվելու, քիչ է հավանականությունը, բայց կա եւ կախված է նաեւ նրանից, թե հիվանդը ինչպես կպահի իրեն վիրահատությունից հետո։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկության համար, իսկ ես հիշեցնեմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անոթային եւ էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Վահագ Ալեքսանյանի հետ մենք զրուցում ենք ողնաշարային ցավերի, հատկապես ողնաշարի ճողվածքների մասին։ Այսպիսին ներառողջարարն այս շաբաթ շարունակեք հետևել մեզ, որպեսզի լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Ցտեսություն։